Աստված օրհնի մեր հայ ազգին, ես ինչի համար եմ մտել ուղիղ եթեր, ուզում եմ, որ մեր հայրենակիցները իմանան, որ մենք ամեն անգամ արձագանքելու ենք, թե դա կլինի հոգևոր թեմաներ, թե դա կլինի քաղաքական թեմաներ, որը որ մեր ազգի բարոյական տեսակը փորձում են իրենք անբարոյականները խախտել եւ քանդել այդ ամեն ինչը եւ փորձել ազգի վրա քֆուր կամ հայհոյանք դնել, ես դրա համար այսօր ուզում եմ մտնել ուղիղ եթեր, ոչ թե որ այդ անձնավորությունը ցավոք ինքը այսօր ազգային ժողովում է, լինելով առաջվա առողջապահության նախարար, հիմա չգիտեմ այդ անձը ինչով է զբաղվում ազգային ժողովում, բայց նա այս պահին ազգային ժողովում է, որի անունն է Արսեն Թորոսյան։ Ես ուզում եմ Արսեն Թորոսյանին ոչ թե աբարոտկա ֆռալ, որտեղ ինքը այդ տեսակը կամ այդ տղեն չի։ Ոչ թե ես ուզում եմ նույն հայոյանքը ավելին տամ, որտեղ ես հարգում եմ իմ հայ ազգին, իմ քույրերին, մայրերին, տատիկներին եւ իհարկե մեր բալիկներին, որ ես չեմ անդրադառնա կոպիտ ձևով, բայց ես կանդրադառնամ Արսեն Թորոսյան կոչված սատանապաշտ անձնավորությունը մի մարդ, որ Աստված չունենա, նա ինչպես կարող է երկիրը կառավարել եւ երկրի հարցերը։ Հենց սա է մեր դժբախտությունը, որ ոչ եկեղեցին է տեղում, ոչ ազգային ժողովը, ոչ էլ ազգային անվտանգությունը։ Դա ցույց է տալի այս ամեն ինչը, որ մենք այս պահին ապրում ենք վերջին օրերը, այդ նույն իրավիճակն է Հայաստանի Հանրապետությունը, մենք ապրում ենք վերջին օրերում։ Այն խոսքերը, որ ես ասել եմ, դա եղել է, այն խոսքերի մասին, որ ես խոսում եի, կներեք, դա հիմա իրականանում է, ես հիմա ուղղակի ուզում եմ մեկ բան միացնել այստեղ, հետո նոր մտնենք, շարունակենք եթերը, մեկ վարքյան, Так, շարունակենք եթերը։ Արսեն Թորոսյան եւ մնացած ազգային ժողովի падգամավոր կոչվածներ։ Հիմա ես ուզում եմ նախ ԿՊ-ին մի բան հիշեցնել։ Ես միշտ ասել եմ, որ այս առուծախը եղել է Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Սա առևտուր էր, որը իրանք այս 30 տարի փորձեցին մեր երկիրը բերել հասցնել այս ամեն ինչին։ Դա մենք հասկանում ենք։ Նշանակում է բոլոր 4 ուժերը այդ կոչված, այդ ախորը, որ ունեն իրանք այդ առուծախը, նրանց ձեռքի գործն է։ Հիմա ես ուզում եմ, որ ուզում ինչի բար եմ ուզում ասել, որ հետո չասեն ինչ որ ես որևէ մեկի պաշտպանում եմ կամ ինչ որ բան քավ լցի։ Այդ 4-ին պետքա ցմա, իրանց ընտանիքներին ցմա, այն ով որ մեջը մտել են խաղի մեջ եւ այս գումարները կերել են, իսկ դրանցը ես որպես հավատացյալ լինելով հասկանում եմ պատժի ուժը ինչ է նշանակում սպանել կամ չսպանել, դա թող արդեն ժողովուրդը որոշեր, թե դրանցը 4-ին ինչ ձևի կարելի էր Հայաստանի Հանրապետության հրապարակում պատժել։ Ցմա կամ ինչ-որ քարերով, չգիտեմ, կամ ինչ-որ մի բանով, դրանք պետքա պատժվեն, եթե չպատժվեն, սա շարունակվելու է ու դա շատ քիչ է մնացել այս շարունակվելը, որտեղ մենք գիտենք, որ մենք կանգնած ենք վերջին օրերում երկիր pedagogiություն ունենալ եւ չունենալու հարցն է այստեղ մեր լուծվելու եւ արդեն բաներ կան որ լուծված են։ Հիմա Արսեն Թորոսյան, ես որ նայում եմ քո դեմքին, քո տղամարդ տեսագին, այո, քո սերը տղամարդու սերը, բայց դու այդ տղամարդկությունը չունես, որ այդ հայոյանքը դու տվել ես, որովհետեւ ասեմ ինչի համար։ Իմ էս մի ձախ ձեռից վելը մի րոպե Թորոսյան, նայ, այս մի բլակս քո մեջքից հաստ է, հավատացնում եմ։ Ես կուլտուրական եմ, ուղղակի ուզում Արսեն Թորոսյանին ասել, ինքը կհասկանա, ինքը գրագետ մարդ է։ Իմ բլակը քո մեջքիցդ հաստ է։ Իսկ կնոջդ մարմնից է հաստ։
Ինչի քո կնոջը ես չեմ անդրադառնում, որովհետև քանի որ քո տեսակն է կպե քո կնոջը, իմ տեսակը թույլ չի կարա տա քո կնոջը դաժե մտկով ցանկանա, որովհետև դու այլասերված բոզի տղա ես։ Դու կանգնում ես ազգային ժողովից եւ բարձրաձայնում ես, ով որ մեզ ասում է թուրք ենք, նրա մերը, նրա, չգիտեմ, մեկանիկը, նրա լավը։ Հիմա ես քեզ ու պիտի կանեմ, որ դուք ոչ թե թուրք եք, այլ դուք թուրքա հպատակ բոզի տղեկ եք։ Մենակ դա կարող էր անել այն ինչ որ կատարում է մեր հայրենիքում, իսկ այն առուծախը, այն սպանությունները, այն կռիվը, որ եղել է մեր երկրում, դրա հեղինակը, վերջնագիծը տնողը դուք եք համաձայնվել եք այդ բազարին, այդ առևտուրը մտնելու։ Բայց հիմա ես ուզում եմ մի բան քեզ ասել, կներեք, մեկ վայրկյան։ Okay, ոնց որ միշտ իմ ձայնը ցածր է, փորձեմ ձայնս բարձրացնել, մեկ վայրկյան։ Եթե հիմա ես լսում ավելին, խնդրում եմ բարձրաձայնեք, եթե լսում եմ ձայնը ավելի բարձր։ Նայեք, ես հիմա ուզում եմ ասել, որ մեկ վայրկյան։ Հիմա ես ուզում եմ ասել Արսեն Թորոսյան, դու այդ անձնավորությունը չես, որ ես քո կնոջը դաժե հայոհ եմ, որովհետև իմ ձեռի բլակը ինքը չի դիմանա, ուղղակի, որովհետև ինքը սովոր է քո ճիվախ տեսակին, ինքը չի կարա դիմանա այն բլակին, որից ես խոսում եմ ու ես քո դեմ հիմա ասում եմ, չի դիմանա։ Բայց ես ուզում եմ քեզ ու պիտի անել, որ դու կոնկրետ դու Արսեն Թորոսյան, դու թուրք ես, որովհետև դու չես հավատում Աստվածաշունչը եւ Աստծո խոսքը, դա դու ես ասել։ Քո խոսքի մեջ ասում ես, որ մեկ եթերի մեջ դու ասել ես, որ ավելի լավ է ինչ-որ մի հեքիաթ կարդամ, քան թե Աստվածաշունչը։ Դաժե մուսուլմանը, որը ես շատ մեծ հարգանք ունեմ մուսուլման տարբեր երկրների հավատքների առջև, որտեղ մարդը հավատում է այն ինչուն հավատում է, նա դաժե իր Կորանի մեջ գրել է 5 Մովսեսի գրքերը։ Հիմա դու դաժե չես կոնորոշվել, թե դու ինչ ազգի տեսակ ես։ Դու վավշե տեսակ չես, ոչ տղամարդու տեսակ ես։ Արա գոնե քֆուր տվողը, հայոյան տվողը պետք է մի քիչ տղու վիդ ունենա, ուժ ունենա, գոնե բլակ ունենա, արա որ կարանա այդ քո ասած, հա, որ գցենք այդ հայոյանքը դու տվել ես, որ կարողանաս գցենք, եթե դու կան տղա ես, մեկի կնոջը կամ մորը կարողանաս գցենք քո այդ հայոյանքով տանես, դու այդ դաժե այդ կնոջը չես կարա գրգես, արա, այս սուկա բոզի տղա։ Տես քեզ հիմա ասում եմ, դու սուկա բոզի տղա ես, դու տղամարդ չես, դու կայացած չես, քեզ յուղագի որպես ֆիգուր բերե դրել են, որ դու քո բոզի տղություն անես։ Ես դաժե զարմանում եմ Հայաստանի քաղաքացի, այս պահին քաղաքացիների վրա, ես ասում եմ, եթե ես այդ հնարավորություն ունենայի Արսեն Թորոսյան, քեզ հիմա այսօր այն տեղում, որտեղ որ ես եմ, ես քեզ հանդիպեի, հավատացնում եմ, ես քեզ չի կպնի, որովհետև գցենք իմ տեսակը ոնց կարա քո տեսակին կպներ, բայց եթե դու իմ տեսակին հանդիպեիր, դու քո սերտ ինքը դու քեզ կփոխեր, նշանակը դու քեզ կբռնաբարեիր, որ դու իմ տեսակին հանդիպեիր։ Ու դու այսօր փորձում ես Հայաստանի Հանրապետության մեջ ման գալ, մեր լավ կնիկ քրֆելով բոզի տղա։ Հիմա ես քեզ ասում եմ, դու բոզի տղա ես, որտեվ ամեն գիտակից մարդ չի կարա ցելի ազգին, որը այո ազգը ձեզ ասել է, դա էդի գևը չի ասել, Պողոսը չի ասել, ցելի ազգ ասում է, թե դուք թուրքա հպատակ չեք, բա ինչ եք։ Եթե դուք երգիր չեք ծախի, արա, բա ինչ եք։ Առավել եւս դու բոզի տղա, որ դու դաժե Աստծուն չես հավատում։ Ոնց կարա հայ քրիստոնյա Աստծուն չհավատա ու լինի ազգային ժողովում պատգամավոր։ Եթե դու թուրք չես, բա ինչ ես։ Ազգային ժողովում պետք է լինի հայ քրիստոնյա։
Գեն պահող տղամարդ։ Ոչ թե քուպես ճիճու, դու ճիճու ես, արա, հասկանում ես, ցենք իմ բլակը քո վզիցդ ու մշկիցդ հաստա։ Դու ո՞ս կարաս, արա, կայնես այդ տեղից համար 1 ամբիոմից մեր ու լավ քրվես, այ բոզի տղա, քեզ ով է թույլ տվելի։ Լավ, այսօր դու քեզ թույլ տվեցիր, որովհետև պապաներդ փողը կերել են, քեզ էլ փող են տվել, մեր կոտ, չգիտեմ, ախրան եք գցեք կամ խեղճ ոստիկաններին սարքել եք ձեր խամաճիկը ման եք գալում, բա հետո արա, սրա համար դու պատասխան կարող ես տաս։ Տես ես քո լավը չեմ ծռռում կամ մորը չեմ ծռռում, կնգա չեմ ծռռում, որտեվ կնիկդ հավատացնում եմ, ինքը շատ լավ գզգա իրան, որ իրան ծռեմ, բայց չեմ ծռռում, գիտես խի, որտեվ քոպես սիֆիլիսն է կպե, որտեվ քոպես չստացված արդեն կպել է, ես չեմ կարա կպնեմ, իմ տեսակը չի կարա ուղագի կպնի, ուղագի ասում եմ, ես իմ հաստ բլակս կդնեմ մշկի տարա, ու քո կինը կողին նստած իրան լավ գզգա կամ կողին պարգած, բոզի տղեք, Էսի չեք անում արա երգիրս, նոր եք հիշարա Քոչարյանի փողերը, բա հիմի մեկը չկա հարց տալ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատացյալ ազգ, 1000 բան հիշում եք, բայց Քոչարյանը 7 տարի Նիկոլ Փաշուղլի, եկել ես, ասում էր ինձի, չագուշ տվեք, մեղ տվեք, իշխանություն տվեք, հատիկ առ հատիկ հետ ենք բերեմ, եկել անդրությունների վախտը, տղեքին փագել եք, Հիմի նոր սկսել եք կապիկություն ալել Քոչարյանի փողերն եք հիշարա, բայց 7 տարիքի դրան չեք փագում, հոկտեմբերի 27, սիրելի հայրենակից, մի հատ հարց եմ տալի, հոկտեմբերի 27-ը 30 տարի անցել է, դուք ոնց եք պատկերացնում, այսօր մեկին մի հատ չափալախտեք 30 տարի, ասեին մենք գիտենք ով է չափալախտվողը, բայց դեռ չենք նստեցնում, գցենք վարչապետ Կարեն Դեմիրճյան մնացած պատգամավորներին գյուլեցիք, Անունը տալում եք գյուլովի ու չեք բռնել 7 տարի, այ բոզի տղեք, ես ում եք խապում արա դուք, ես ինչ խաղ եք խաղում արա, ու 15 միլիոն սփյուռքը նայում լսում է ձերպես բոզի տղեկին, բայց եթե գիտես 27-ը Արսեն Թորոսյան կամ մնացած ԿՊԱ-ականներ Քոչոնա խփե, բայց 7 տարի պետք է արդեն Քոչոն նստած ելներ, ծմա Պեչադով իր ընտանիքն էլ հետ է, եթե ընտանիքը գիտեր ու չէր ասում, Հիմի եկե հասել անդրություններ, սկսել եք Toyota Service-ը, չգիտեմ 50 շենք, 20 միլիոն դրամ, կորի չգիտեմ 2200 միլիոն դոլար, արա այ բոզի տղեկ ես ինչ խաղ եք խաղում, արա։ Ու այսօր մեր երկրի ու երկրից դուրս ժողովուրդը լսում է ձեր բոզի տղություն, արա։ Էսում վրան եք, արա, խնդսնել տալի, արա։ Էս ինչ եք թույլ տալում ձեզի, արա։ Գցենք Սերյան Օհանյանին վերջի խոսքերը, լավ վատ այդ մարդը կռվել է, ոտքը կորցրել է, բայց եթե Սերյան Օհանյանի վրեն այդքան գործ կար, 7 տարի ինչի չփագեցիք, կամ խի չեք փագե։ Մարդը դառնում է պատգամավոր է դառնում, հիմա նոր հիշում եք, որ այդ մարդու վրեն գործ կա, բայց 7 տարի առաջ հիշեիք, երբ որ դուք ընտրվակ մտակ Չալոյի հետ միասին ազգային ժողով, Նիկոլ Փաշուղլի, դու պիտի համար մեկը մի բան աներ, Սերժին, Լևոնին, Քոչոյին եւ մնացած ընդ նախարարներին բոլորի պիտի դու փագեիր, խիչ փագեցիր, որի վրա դատական գործ բացած, մինչեւ հիմա արա։ Այս կանը, որ խոսում եք, Քոչոն, գիտենք, շատ բան կերել է, շատ բան արել է, շատերի գլուխը կերել է, այո, մենք սաղսել գիտենք էդի սաղսել գաղտնիք էլ չի, հա, բա ով կերավ, գցենք ալմորորագային եկավ, գցենք այս ինչի գլուխը ռեստորանի զուգարանի մեջը կերավ, հա, իհարկե ոչ, ինչ-որ մեկը կերավ, բա Սերժը ինչ արի, արա, Սերժը ոչ մի բան չի արել, բոլոր մարդասպանները, խուլիգանները, երգիրը թալանազները, ասում են փողը հետ ենք բերում, լավ այլ արեք գողանանք, բա որ դենց օրենք կա, եթե կարում եք Սերժից, Քոչոյից փող եք հետ բերում, միլիարդներ են էլ, 100,000 չէ, միլիարդներ եք հետ բերում, արա,
Դե մի մենք էլ փորձենք սիրելի հայրենագիստներ բանկ գողանանք, ուղղակի մտնենք թալնենք, պետական բյուջե գլնի, բանկ գլնի, համակարգ գլնի, որտեղ որ գումար կա, մեքենա կա, ամեն ինչ գողանանք։ Եթե չբռնվենք, չենք դատվելու։ Որ բռնվենք հետ տանք։ Արեք այդ ձևի մի բան պայմանավորենք, ոնց գլնի այս 4-ը բոզի տղեկը կերել են, հատիկ հետ են բերեմ ու չեն դատվել։ Մարդը էթում գցենք մի հատ մեկին մի բառը ասում, դրա համար 10 տարի տալիս են։ Ոնց կարա դենց լինի։ Ցենք էսի աբսուրդ է։ Եթե սա խաղ չի, եթե սա բեմադրություն չի, եթե սա առուծախ չի, բա ի՞նչ է։ 7 տարի դուք իմանալով Վազգեն Սարգսյանի խփելա Քոչարյանը ու չեք նստեցրել մարդասպանին։ Ինքը պետք է 7 րոպե ուղղակի հենց չալոն մտավ ազգային ժողով, պետք է Քոչարյան իր սաղ այդ համակարգով բոլորը պետք է թային նստեին։ Եթե սա խաղ չի, բա ի՞նչ է, սիրելի հայրենագիստներ։ Հետո էլ ինձ ասում եք, Գև, ինչի չեք մտնում եթեր, ինչի չեք խոսում, ինչ խոսանք էլ։ Ինչ խոսանք։ Եթե ձեր դադախազը ասում է, այսքան միլիարդի վնաս եք տվել, ու այդ մարդու տղեն նստած է ազգային ժողովում որպես դեպուտատ։ Բա 5 րոպե հետո պետք է իր մանդատը հետ վերցնեիք քվեարկությունով։ 6-րդ րոպե ինքը պետք է հայտնվեր այդ երիտասարդը պետք է հայտնվեր Բերդում։ Նույնը Սերժ Սարգսյանը, նույնը Քոր Լևոնը, բախի չեք անում։ Հատիկ հետ ենք բերում, ի՞նչն եք հետ բերում, արա։ Հələ մի հատ այդ անձին բռնեք, նոր հետ բերեք։ Անձին թողել եք դառնում է անձեռն մխելի, հետո ասում եք գալու ենք հետ բերենք, արա։ Արա լավ իշքա կարակ դուք ես ազգին խափեք։ Գցենք սենց խաղեր տակ վրոձի, գցենք սարքում եք ձեր ձեռով ազգային ժողովի падգամավոր, հետո ասում եք պապայիդ փողերը։ Բա որ գալիս էր ազգային ժողով էր մտնում, խիץ այդ օրը չասի, կարա պապայիդ միլիարդները։ Հը? Նիկոլ։ Որ հմել ես բոզի տղեկի թույլ ես տալի, որ ելեն կանգնեն ինչ-որ լավ մեր քրֆեն, արա։ Նայեք, սիրելի հայրենագիստներ, ես այս հարցը տեսնում եմ, այս խնդիրը տեսնում եմ ես ավելի խորային։ Այն անցյալի ժամանակներն էլ կար, անարխիա, սպանություն, բան, բայց ինչ-որ միտեղ մարդու իրավունքներ, երբ որ ժողովուրդը դուրս էր գալի, սրանք վովայից բռնած սթափվում էին, որտեվ գիտեին ժողովուրդը կկանգնի։ Նայեք ինչ տեստ արեցին այս բոզի տղեկը մեր հետ, ու չդատվեցին, ու չպատժվին, դաժե չսատկան, իրանք պետք է սատկեին մի օր շուտ։ Երգիրը ծախին, ասին Արցախը Հայաստանն է վերջ, Արցախը տվին, ասին դա մերը չէր։ Ու ոչ մեկ պատասխանատվության չկանգնեց։ Երկու հատ հարիվ գեներալ, մի երկու հոգի զինվորական բռնե դադում են, վրոձի նայեք դադ են կանում։ Մեկ։ Ես մեծ վտանգ եմ տենում հաջորդ բանին, հաջող գալոխին ես մի վարքյան, օքեյ։ Մեծ ավելի մեծ վտանգ եմ տենում, քան սրանց վրան։ Հիմա ասեմ, նայեք, Արցախը ծախեցին, ոչ մեկ պատասխանատվություն չտարավ, մարսեցին, այսքան ժողովրդի գլուխ կերան, երեխեքի գլուխ կերան, ծնողները, ոչ մեկ, սրանք չսատկացրեցին, չպատժվեցին, ոչ մեկ, մեկ վարքյան էլ ինձի գրում են, բայց ինչի իմ ձայն ախր շատ լավ է լսում, ես տեղ որ նայում եմ ինքը մեկ վարքյան սիրելի հայրենագիստներ, ինձ ասում են ձայնս կամ բարձրա կամ ցածրա, ուզում եմ հասկանամ մի հատ։ Իմ մոտ շատ լավ է ցույց տալի։ Շարունակենք։ Հիմա նայեք, մարդկանց բռնում են, մարդու իրավունքի պաշտպանը չունի ոչ մի իրավունքներ, ոչ մի։ Այդ կառույցը ստանում է գումարներ եւ նայելով մարդկանց ինչպես են սպանում, շինցու գործերով նստեցնում են եւ ոչ մի գործողություն չի կարող անի։ Դա էլ մարսեցին։ Այսօր ազգային ժողովում կատարվում է մի հատ կոլապս, միացած խայտարակ բարդակ պորնո, ոչ մարդու իրավունքը, ոչ երկիրը, ոչ սփյուռքը չի կարող այս բոզի տղեկին ասի արես չի անում դուք։
Մայր օրենքի մեջ գրված է, որ падգամավորը կարա կանգնի, ասի սաղիդ ազգովի, սաղիդ լավը կամ մերը։ Ոչ մեկ չի պատժվում։ Հիմա հաջորդ գալողը պետք է ասի լսեք արա։ Ես հո 5000 մարդ չեմ սպանել երեխա, չէ։ Ես հո Արցախ չեմ հանձնել, չէ։ Ես հո էս ձեզի մերու կնիկ չեմ քրֆե, չէ։ Արա դե մի քիչ կերել եմ, լավ եմ արել, հələ անցյալին նայեք, ընձի նայեք։ Ստեղ ես տեսնում եմ մի բան։ Պիտի մինչև ընտրությունները ես իմ ասածը պատասխանատու ձևով եմ ասում, պիտի պատժվեն շատ այլանդակ ձևով։ Քադաֆին, նույնը մնացած երկրի այն պրեզիդենտները, երկրի ղեկավարները, Իրաքի, ինչ է, Սադամ Հուսեյնը, նրանք պատժվեցին ժողովրդի կողմից։ Սա շատ հավատացյալներ այսօր կասեն, Գև, այս ինչ ես դու ասում։ Նայեք, 30 տարի մեր երկիրն ինչ ապրե։ Անկում, սպանություն, կռիվ, եղբայրներ, քույրեր, երեխաներ սպանվելով, երկիրը հանձնելով ոչ մեկ պատասխանատվության չի կանգնի։ Ինչ անշամ Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին մնացածին 27-ին սպանեցին, 30 տարի է մի հատ փոքր երկիր չի կարող իմանա թե ով է։ Դուք հավատում եք այդ հեքիաթին։ Ես չեմ հավատում այդ հեքիաթին։ Իրանք ոչ թե գիտեն ով է, այլ դաժե իրանք երազը գիտեն, թե ինչ երազ էին տեսել եւ ինչի դա իրականացրեցին։ Չեն պատժվել։ Ես միշտ ասել եմ պիղծը։ Ես չեմ խոսում մեղավորի, որ ինձի հոգևոր քույրիկները եւ եղբայրները չասեն Գև ախպեր, դու մահ ես քարոզում։ Ոչ։ Պիղծը պետք է պատժվի։ Ես չեմ խոսում մեղավորի համար։ Ես միշտ օրինակը բերել եմ Հուդան պիղծություն արեց սրբության առաջ, Հիսուսին ծախեց։ Եվ Հիսուսը կարող էր նրան ներել, ոնց որ Պետրոսին, նայեք, Պետրոսը մեղք գործեց եւ ուրացավ 3 անգամ։ Իսկ Հուդան վաճառեց սրբությունը։ Նայել էր աշակերտ, նայել էր Հիսուսի հետ քայլում եւ հրաշքներ տենում, եւ նրա ձեռքը դաժե տրված էր յուղը օծման, ամենաթանկ յուղը, սիրելի հավատացյալներ։ Հիսուսը կարող էր նրան ներել։ Հիսուսը գիտեր, որ նա գնալու էր եւ հորի մեջ թելը գցելու էր եւ կախվելու էր եւ մեռնելու էր։ Ինչի համար Հիսուսը չտվեց այդ շանսը։ Ցույց տալով, որ պիղծա, երբ որ նա սրբությունն է ծախում, երբ որ քո սրբության արժեքը վաճառում են, նա պետք է պատժվի։ Իսկ եթե ոչ, ես միշտ ասել եմ, պիղծա ծնվում։ Այդենց ազգ ես ճանաչում եմ հոկտեմբերյանի Հայկավան գյուղում։ 4 գեներացիա պղծության մեջ էին եւ 4-ն էլ չպատժվեցին։ Դրա համար պղծից պիղծ էր ծնվում։ Ես կանդրադառնամ օրերից մի օր այդ ազգին։ Իսկ ես ասում եմ, պետք է սրանք պատժվեն, իսկ եթե չպատժվեն, պիղծա ծնվում։ Սա նույնն է, երբ որ ընտանիքդ կամ այդ գյուղատարածքը տենում ես վիճակը, դու արդեն պատկերացնում ես քո երկրի սահմանների վիճակը։ Եթե 5 հոգի 3-ը պիղծ են, չեն պատժվել։ Հարց 4-րդն էլ է ծնվելու, 5-րդն էլ է ծնվելու։ Եթե դուք պատկերացնում եք այս կառավարությունով, այս մակարդակով, այս կոլապսով Նիկոլ Փաշուգլուն հանեք եւ դու, ես չգիտեմ, որ մեկը դա այսօր ուզում նստի այդ աթոռին, դու չես տարբերվելու։ Գարշոքի հոտն ու գույնն է փոխվելու, բայց պղծությունը չի փոխվել։ 30 տարի գալողն ասում է նայա մեղավոր, եկեղեցին ասում է դուք եք մեղավոր, դուք ասում եք եկեղեցի դու ես մեղավոր։ Տեղում ելեք, ես էլ Աստծուն ճանաչեմ։ Նրանք էլ ասում են գայեք եւ ես կաղոթեի կճանաչեիք։ Եվ նույն այս վիճակն է։ Սրան հանենք։ Միշտ քարոզ այդում հերոստա տելևիզիաներով շատ քաղաքական գործիչներ ասում են Նիկոլին հանեք։ Թող գնա, ուր գնա, արա, ուր գնա Նիկոլը։ Նիկոլ իր կնգա հետ պետք է պատժվի։ Քոչարյանը պետք է պատժվի։
Սերժ Սարգսյանը պետք է պատժվի, Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է պատժվի, չեն գնալու նրանք։ Եթե նրանք գնացին, հաջորդ գալողը կամ ավելի բետար կլինի, կամ քիչ մեղմ կլինի, յուղած կլինի ուղղակի, փափուկ կմտնի այս անգամ, կամ էլ ավելի կոպիտ կմտնի։ Մենք սրան տանենք, նրան բերենք։ Այս համակարգը փչացած է։ 30 տարի, ոչ թե ավելը դաժե, այս համակարգը բռնաբարված է։ Ոստիկանությունը իր տեղը չի, մարդու իրավունքները իր տեղում չի, ԱԱԾ-ն իր տեղում չի։ Ես շատ անգամ մի քանի տարի առաջ մի տեղ նստած էին, ԱԱԾ-ի աշխատանցի դուք ձեր տեղում չեք։ Ձեր համակարգը գործում է հեռախոսով, ձեր համակարգը խոսում է քչփչալով։ Ձեր պետը ձեր վրան կամերա դնում, որտեղ ձեր բերանին դուք չունեք որպես համակարգի աշխատող ձեր բերանին չափ։ Ով փողը տվեց նրա մոտ կերքեք։ Նույնը հոգևոր դաշտը, ասեցի 250 հատ տարբեր եկեղեցի եք կոչվում, տարբեր հոգևոր շինություններ եք կոչվում։ Էսի եթե Բաբելոն չի եւ կոլապս չի, բա ինչա։ Եթե սա վերջը չի, բա ինչա։ Ումն եք տեսնում այսօր երկրի նախագահ կամ պրեզիդենտ կամ վարչապետ, ով կա, ով, կամ էս ինչագան, կամ են ինչագան, 30 տարի Սերժի շախմատը աշխատում է, հետ առաջ, արաս մենք լավ չնել մերնում, գոնե սրանց ռոժները չլնի, սրանց թող երեխեքը գան, գոնե մի քիչ ջայլի ռոժ տենանք, նույն դեբիլին, եթե դու ասում ես 30 տարի առաջ էսի երկիրը կերել է, հետա գնում, աչից հետ չի հետում, գնում նստում է պարլամենտ, հետո դու ես գնում հետ, ինքն է գալի։ Ու մենք 15 միլիոնս նստած ծափահարում ենք, կամ այս կոմին, կամ են կոմին։ Սա է մեր երկրի վիճակը։ Փոխվի, ինչը փոխվի։ Ես չեմ տեսել մի նոր ուժ, մի նոր դեմք, որ ոչ Պողոսագանա, ոչ Պետրոսագանա, ոչ արևմուտքա, ոչ արևելքա, հայամետ, քրիստոնյա հոգով, որ ասի այսա Հայաստանի քարտեզը, այսա Հայաստանի տեսակը, սենց եմ ես պատկերացնում։ Սերժը գնաց, Պողոսն եկավ, Քոչոն եկավ, Քոչոն գնաց, Չալոն եկավ, Չալոն գնաց, հեսա Լևոնը կգա։ Հետո Ուլը մի հատ էլ Արսեն Թորոսյանի պես բոզի տղեն կայնեմ ասում ով որ ինձի թուրք կասի նրա լավը, նրա մերը, նրա կնիկը, նրա բալեն, նրա չգիտեմ ինչը։ Այ ճիճու։ Քո արածը պետք է մի հատ էլ արվի, բայց չնայած որտեղ որ դու քակ ես կերել, այնտեղ էլ չի կարելի, որտեղ քո պես վիրուսի կպածը մարդ եթե կպնի ուրեմն առնվազն պետք է ինքը չգիտեմ վիրուս լինի, որ կպնի քո կպածին։ Դրա համար այդ բառն էլ դաժե հարին չի քեզ ասում, քո արածը պետք է մի հատ էլ արվի արա։ Քո տեսակը, որ ես տենում եմ, դու տղամարդու տեսակ չունես, Արսեն Թորոսյան, ու քո հետ քո նման մտածողներն էլ չունեն, որովհետև մի մարդ եթե հավատք չունի եւ Աստվածաշունչ եւ Աստծուն չի հավատում, թող մեկնաբանեն մեր 15 միլիոն հայրենակիցները, մի մարդ եթե Արցախը ուրանում է եւ ասում է սա մեր հարևանն է, ես ես այդ հարցին մենք շուտով անդրադառնալու ենք Արցախը դառնալու է մեր հարևանը, թե դա մեր երկիրն է։ Ինչպես սարքեցիք Թուրքիան մեր հարևանը, որը ես համաձայն չեմ, Թուրքիան իմ տունն է, իմ պապերի տունն է, ոնց կարող իմ հարևանը լինի։ Իմ հարևանը Հունաստանն է, Սիրիան է, Իրաքի են վերջերն անգնում։ Ես դենց եմ տենում իմ հարևաններին։ Ես դենց եմ մտածում, ես շատ մեծ մտածելակերպ ունեմ, որտեղ դա իրականություն է, դա ոչ թե ֆանտազիա է, դա իրականություն է։ Դրա համար 110 տարի դիմում եք, չեն տալի։ Հարևանին ասում ես, դու ասում չեմ տալի, իրավունք ունի մարդ ասում, ախպեր չեմ տալի քեզ։ Բայց երբ որ դու ժառանգորդն ես ու ժառանգի պես ես պահանջում, հələ տենանք ոչ չեն տա։ Այ էսա տարբերությունը, որ խափել են այս 30 տարի բթծրել են ռուսից հետո ասում են, վայ, մեր հարևանն է։ Կտակ մեզի հող, ասում եմ չեմ տալի։ Հիմա այդ Արցախը, ես ձեզ սաղին հարց եմ տալում 15 միլիոն հային, որ Նիկոլ Փաշուգլին կամ գալողը կամ գնացողը հիմա շուտով հարց եմ տալում, որ խաղաղության պայմանագիր է ստորագրում, որ սահմաններով է խաղաղության պայմանագիր ստորագրում։ Արցախը միասին ընդունելով Բաքվի մարզ, ճիշտ է,
Հիմա Արցախը դա հարևան երկիր է, թե դա մեր երկիրն է։ Բա ոչ չասեմ, բոզի տղա դու թուրք եք։ Ոնց կարա Արցախը իմ հարևան երկիր լինի։ Արսեն Թորոսյան, ես էլ ես իմ պատասխանը քո նման բոզի տղա թուրքին, երբ որ դու ասում ես ու քո հետի թիմագիստները ասում են, որ Արցախը դա մեր հարևան երկիրն է կամ մեր երկիրը չի, նույնն էլ Թուրքիան։ Դու թուրք ես, մենակ թուրքը կարա այդ ձև մտածի, որտեղ ինքը իր սահմանները նայում է քո տան մեջ։ Բոզի տղա։ Այ ես ասում եմ, Ավստրիագևը ասում է քեզ, Արսեն Թորոսյան, դու բոզի տղա ես։ Բլագս մշկիցդ հաստա, իսկ թվում է դու հասկացար։ Կինդ կնայի, բայց իրան չի հասնի, որովհետև քո պես պիղծը կպել է կնգատ, իսկ մենք մեզի հարգել գիտենք։ Սիրելի հայրենակիցներ, այսքանը մի թույլ տվեք, այս տեսակ բոզի տղեկը պղծեն մեր ազգային ժողովը, մի թույլ տվեք ու մի վախեցեք, Աստվածաշունչն ասում է դուք հավատացյալ, դուք Աստծո որդիներ եք։ Հիմա շատերը կասեք, ես խոսում եմ Աստծուց եւ հայոյում եմ։ Բոզ բառը դա Աստվածաշնչից է, իսկ ես իմ տան մեջ պաշտպանվել գիտեմ։ Ես պաշտպանում եմ իմ տունը, իմ սերունդը։ Հիսուսը երբ որ մտավ տաճար, ես շատ կուզենայի ժամանակ, երբ որ կռվեցին առևտրական այս սրանց նման բոզի տղեկ հետ, ես շատ կուզենայի տեսնել այն ժամանակ հայոյանք էր թե օրհնություն էր, ինչ չի թվում մարդկանց քիթ բերան ջարդելով, ասել, օ, Աստված օրհնի երկնքից հրեշտակը կամ Գաբրիելը կամ քերովբեները ձեզ օրհնեն, բայց հաներ թեժ տար այդ առևտրականների գլխին։ Ես համոզված եմ, որ այն բախտել է հայոյանք գնացել։ Եթե օրհնության ժամանակն է օրհնություն ենք անում, պաշտպանվելու ժամանակն է մենք պաշտպանվում ենք, մենք պաշտպանում ենք մեզ, մեր սերունդը, մեր հայի գենը։ Եղեք պաշտպանված Աստծով, կհանդիպենք շուտով, շատ հետաքրքիր